Եվ իհարկե բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս ողջունում եմ ձեզ, ես իմիջիալից շատ կարոտել էի ձեզ, հուսով եմ դուք էլ մեզ, որովհետև այս հանգստյան օրերը մի տեսակ անսովոր է, որ մենք ձեզ հետ շփում չենք ունենում, բայց հուսով եմ միացել եք մեզ և մենք էլ կփորձենք էլի ինչ-որ կերպ ձեր տրամադրությունը բարձր պահել։ Եվ իհարկե ես կառաջարկեմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր որոշել եմ պատրաստենք միասին ֆունչոզա։ Բոլորդ կարծում եմ գիտեք դա ինչ է, ինչի մասին է խոսքը, բրնձի այլուրով պատրաստված այս հրաշալի, բարակ, վերմիշելի տարբերակները, այսպես կարելի է ասել, մակարոն չեմ կարող ասել, որովհետև շատ ավելի բարակ են, քան սպագետին է, ավելի շատ նման է վերմիշելի, բայց հատկապես պատրաստված բրնձի ալյուրով։ Իհարկե ունի նաև ուրիշ տարբերակներ ևս ուրիշ ալյուրներից պատրաստած նույն հնդկաձավարի ալյուրով կամ սովորական ցորենի, բայց այսօր մենք օգտագործելու ենք հենց այս տարբերակը։ Բնականաբար ասիական խոհանոցին է պատկանում այս բաղադրատոմսը, շատ են պատրաստում ասիացիները այս ուտեստը եւ շատ տարածված է իմիջիալոց։ Մենք էլ բոլորս վաղուց արդեն Հայաստանում սա պատրաստում ենք։ Իսկ ինչ է պետք այս բաղադրատոմսը այսպես իմի բերելու համար, մեզ պետք է ֆունչոզան, որը տաք ջրով ուրեմն մենք թրջելու ենք, հավի կրծքամիս, այն պետք է տապակենք եւ պետք է տապակենք այս գեղեցիկ գունավոր պղպեղներով, ահա ես այստեղ 3 գույնի եմ ընտրել, բայց որքան շատ լինեն պղպեղները, այնքան ավելի համեղ, օգտակար եւ գեղեցիկ։ Եվ իհարկե ունենք կանաչ սոխ, որը վերջում պարզապես կանաչ հատվածները ես օգտագործելու եմ ձևավորման համար եւ այստեղ ասեմ հավելումներ ունենք, սոյայի սոս պետք է օգտագործենք եւ ամենավերջում զարդարենք քունջութով, բայց քունջութը նաեւ շատ օգտակար է, դուք բոլորդ գիտեք, եթե կարողանանք օրվա ընթացքում որոշակի ուտեստների վրա քունջութ ավելացնել եւ ճաշակել, հավատացնում եմ մեր օրգանիզմը ավելի առողջ կլինի, իմունային համակարգը ավելի ամուր կլինի։ Եվ այսպես ես անցնեմ առաջ, հագնեմ իմ գոգնոցը եւ ձեռնոցները եւ առաջին հերթին մշակենք հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը պետք է սիրելիներս կտրատենք բարակ շերտերով ու տապակենք գազօջախին։ Բնականաբար շատ համեմունքներ եմ էլի օգտագործելու, իմիջիալոց նշեմ, որ ասիական խոհանոցում էլ համեմունքները շատ գերակշռող մաս են կազմում, այնպես որ այս տարբերակում էլ հաստատ մենք այն օգտագործելու ենք։ Իհարկե տարբերակները ըստ ճաշակի ես իմ առաջարկն եմ անում, ինչպես միշտ դուք էլ ընտրում եք ձեր սիրելի տարբերակը։ Ահա, սկսենք մեր աշխատանքը։ Մեզ մեծ դանակ է պետք այս պարագայում, ահա։ Այսպես շերտատենք, երկարավուն գեղեցիկ այսպիսի շերտերի կվերածեմ հավի կրծքամիսը, որ ավելի գեղեցիկ եւ համահունչ ստացվի։ Սովորաբար այս ուտեստին հենց պետք են այդպիսի շերտեր։ Որ հատվածը լայն կլինի, ես մեջտեղից եւս մեկ կես կանեմ, որպեսզի բարակ ստացվի, ահա այսպիսի շերտեր, սիրելիներս։ Կարծում եմ շատ պարզ է արդեն ամեն ինչ։ Սիրելիներս, ես կզբաղվեմ այս գործով, հիմա մի փոքր դադար կլինի, բայց դուք մնում եք մեզ հետ, որպեսզի հետո միասին շարունակենք։ Դադար մեր եթերում։ Բարի ողջույն իմ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Սիրելիներս, ես արդեն կտրատել եմ հավի կրծքամիսը եւ հիմա պետք է տապակենք։ Ահա, եւ բուսայուղը արդեն տաք է, տաք վիճակում է։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում, սիրելիներս, մենք ֆունչոզա ենք պատրաստում, ինչի համար մեզ պետք է հավի կրծքամիս, որը հենց հիմա տապակում ենք, եւ ֆունչոզան ահա այստեղ է, ողջույն Սուրեն ջան։ Այս ինչ շատ գեղեցիկ
Գունավոր, ծաղկաշատ խոհանոց։ Այո, ես այսպես տրամադրությունս շատ գարնանային է դեպի ամառ, արդեն պատրաստում ենք ամռանը դիմավորել, այնպես որ պետք է ծաղիկներ միշտ ունենանք ու գունավոր այսպեսի մթերքներ, այո։ Վարդեր բերեմ պարտեզից, բաղջու բերեմ աղբյուրից, ջան։ Այսպեսին էր այսօրվա առավոտը։ Դե Ադրինե, ինչ համեղ բան ես մեզ պատրաստում։ Այո, այսօր ֆունչոզա ենք պատրաստում, քիչ հետո շատ համեղ օգտակար եւ թեթև սա սնունդ է, ինչպես ասացի, բրնձի ալյուրով պատրաստված է ֆունչոզան եւ օրվա ընթացքում մեր հեռուստադիտողն էլ կարող է այսպես որոշել եւ մեկ անգամից շատ արագ պատրաստել այն։ Ասեմ, որ պետք է թրջենք եռացրած ջրով, ընդամենը պետք է թրջենք, եփել պետք չէ։ Երբ թրջեցինք, այն կջրքամեմ, կավելացնեմ այս բոլոր մթերքների վրա, այսպես մեկ անգամ եւս իրար հետ կմիախառնվեն, կտապակվեն եւ արդեն կմատուցենք։ Ինչ լավ է։ Հիմա այս պահին, երբ սկսի տապակվել հավի կրծքամիսը, ես այստեղ գիտես, բազում համեմունքներ ունեմ եւ կօգտվեմ այս համեմունքներից։ Շարանից համեմունքներից։ Այո, այս մեծ զամբյուղից շարանից կօգտվենք եւ այնտեղ կավելացնենք նաեւ սոյայի սոուս։ Սոյայի սոուսով շատ համեղ է ստացվում եւ ինչ ասիական խոհանոց, եթե չլինի սոյայի սոուս։ Այո, իհարկե։ Իդեպ սոյայի սոուսը շատ օգտակար է եւ փոխարինում է աղին։ Այո։ Ինչի դեպքում իհարկե կարելի է աղը քիչ օգտագործել, գիտենք աղի վնասակար հատկությունների մասին եւ բնականաբար արդեն քիչ օգտագործելու դեպքում փոխարինեք այն սոյայով, ինչը շատ համահունչ է։ Շատ համահունչ է ու տեսնենք թե ինչ պատահեց մեր գազօջախի հետ, որ նա փոշմանեց աշխատել։ Ահա, քիչ հետո կարգի կբերենք, այս ընթացքում կավելացնեմ համեմունքները։ Ես քեզ օգնեմ ինչ-որ բանով։ Դու ինձ կարող ես, այ դու ճանաչում ես համեմունքները, եթե ես քեզ ասեմ, ու դու փոխա։ Լավն է, դու ճանաչում։ Իհարկե ոչ, Ադրին։ Դու ճանաչում ես նրանց։ Ոնց ասեմ ոչ։ Ոչ, լավ, ուրեմն դեղինը քրքումը կարող ես փոխանցել ինձ։ Քրքում։ Այո, շնորհակալ եմ։ Էլ։ Ինչ բան է արել։ Ես կվերցնեմ, ահա, խմելի սունելին, որը շատ համահունչ է։ Մշտապես ես հեռուստադիտողի հետ խոսում եմ այս մասին, կիսվում եմ նրա հետ, որ խմելի սունելին շատ համահունչ է ընդհանրապես մսամթերքի հետ եւ հատկապես թրջնամսի, այո, սա էլ է շատ կարեւոր։ Կծու պետք է հատկապես կծու օգտագործենք այս պարագայում, այս մսի հետ, ահա կծու կարմիր պղպեղ, մի քիչ սխտորի փոշի, այսպես, եւ իհարկե աղ, անկախ նրանից սոյայի սոուս օգտագործելու ենք, բնականաբար մենք փոխարինում ենք այն աղով, բայց մի քիչ պետք է աղ, մի փոքր, այո, մի քիչ անհրաժեշտ է, ահա ավելացնենք սոյայի։ Հիմա իհարկե վաճառում են նաեւ ծովի աղ ասածը, որը մի քիչ ավելի համեմատաբար իհարկե անվնաս է, մի քիչ։ Դե եթե չափի մեջ է, բնականաբար միշտ էլ անվնաս է, բայց եթե չափ անցնում ենք, իսկ ես աղակեր եմ եւ չափն անցնում եմ, եւ դրա հետ կապված նաեւ ասում եմ, որ դա վնասակար է։ Այո, չափը երբեք պետք չէ անցնել եւ ոչ մի հարցում, ոչ միայն աղի եւ այլն, մթերքների, որ աղակեր դառնում են հատկապես այն դեպքում, երբ որ վատ սովորություններից սիգարետի, հա, ծխելն արկա եւ շատ մեծ քանակությամբ, այս դեպքում դու համի զգացողությունը ծխելու ընթացքում բթանում է եւ դու փորձում ես ավելի շատ աղ ավելացնես ուտելիքի մեջ, որպեսզի գոնե հագեցնես այդ համի զգացողությունը ավելի սրվի եւ կամած դառնում ես աղակեր, ինչը բերում է նաև առողջության վատ թարացման։ Ադրինե, այս բանը ես չգիտեի այդ մասին, բայց ես ինքս իմ փորձից եմ ասում, ճիշտ է, արդեն 15 տարի է ինչ սիգարետ չեմ ծխում, զերծ եմ մնացել այդ վատ սովորությունից, բայց ժամանակին այդ վատ սովորությունը ունենալով ես ինքս փորձում եի ավելի շատ աղ օգտագործել ուտելիքի մեջ, որպեսզի կարողանամ ուտելիքի համը զգամ ու այդպես հետո սիգարետը մի դեն նետեցի, բայց աղը տենց էլ մնաց։ Ես այնուամենայնիվ մի փոքր ասեմ, որ առանց աղը իրականում այնքան վատ բան չէ, ինչքան մենք մեր մոտեցումներ չափի մեջ նա շատ անհրաժեշտ է եւ մեր օրգանիզմի, մեր առողջությանը շատ անհրաժեշտ է, բայց չափի մեջ, բայց համն ու հոտը հենց աղն է, եթե որևիցե կերակուր մի փոքր անալի է լինում, մի տեսակային չէ։ Մենք այս բանը կունենանք կարճ դարձար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ այնուհետև արդեն կվերադառնանք խոհանոց։
Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր գործը։ Ահա, հավի կրծքամիսը տապակվել է, ինչպես հիշում եք, մենք բազմապիսի, ուրեմն համեմունքներ ավելացրեցինք եւ տապակեցինք սոյայի սոուսով։ Ահա, իմ կրակը արդեն, այսպես ասած, բոցկլտում է եւ մենք հասցրեցինք տապակել հավի կրծքամիսը։ Հիմա այստեղ ավելացնում ենք գունավոր պղպեղները, ինչպես հիշում եք, ասացի, որ պղպեղներ են անհրաժեշտ մեզ։ Ահա, այսպես։ Հիմնական, ասես, հիմնական մասը հենց բաղկացած է պղպեղներից, յուրահատուկ համը եւ գեղեցկությունը հենց պղպեղներն են ապահովելու այս պարագայում։ Եվ կթողնենք այսպես նորից այն կտապակվի հավի կրծքամսի հետ, այս բոլոր համեմունքները, նաև պղպեղները կներքաշեն իրենց մեջ, այնպես որ արդեն ասես դժվար փուլը անցանք, այսինքն աշխատատար փուլը անցանք։ Իրականում շատ հեշտ պատրաստվող է, ինքներդ էլ կարծում եմ նկատեցիք։ Ընդհանրապես պետք է կտրատել եւ տապակել ու ավելացնել այս բոլորը իրար միախառնել, ընդհանրապես այսքան բան։ Քիչ հետո իհարկե չեմ ուզում շատ շտապել, քիչ ավելի ուշ ես արդեն եռացրած կլցնեմ ֆունչոզայի վրա, այն բնականաբար կփափկի եւ նաեւ իր ծավալը կմեծանա, հետո կջրքամենք եւ ապա կավելացնենք այս խառնուրդի մեջ, այն մի անգամ եւս միմյանց հետ միախառնվելով արդեն կստանա վերջնական եւ համը եւ տեսքը։ Ամենավերջում ձևավորման համար, ինչպես ես նշեցի, ահա կարող ենք հենց հիմա այդ գործողությունը կատարել։ Մեզ պետք է կանաչ հատվածները, կանաչ սոխի վերջում ավելացնելու համար։ Այսպես, ես մի մասը կկտրատեմ, ահա այսքանը մեզ բավարար է, այս մյուս փունջը կթողնենք, որից է ուրիշ բանի հետ կօգտագործենք։ Ահա։ Հիմա բարակ շերտեր, իհարկե երկարավուն մի փոքր, որպեսզի շատ գեղեցիկ լինի նաև։ Այսպիսի երկարավուն շերտերով կտրատենք սոխը, նույնիսկ կարելի է թեքությամբ, ինչու ոչ, թեք կտրատել, որպեսզի անկյունները սուր լինեն։ Ողջույն սիրելի Ադրինե։ Ողջույն գեղեցկուհիս։ Համարյա ամեն բան արել եմ, Սոն ջան։ Մեզ մնում է միայն համբերատար սպասել, երբ պղպեղներն էլ կմիախառնվեն հավի կրծքամսի հետ, հետո ավելի ուշ արդեն կփափկեցնենք, այո, կթրջենք ֆունչոզան ու վերջնական տեսքը ինձ թվում է շատ պարզ ու հասկանալի է եւ միջալուց մատչելի, բաղադրատոմս է ու շատ համեղ, այո, օգտակար համեղ։ Երբեմն առավոտյան արթնանում ենք բոլորս, ասում ենք ինչ պատրաստենք այսօր։ Ես կարծում եմ կարելի է այսպիսի նաև փոփոխություններ տալ խոհանոց, որովհետև ես կարծում եմ մենք հայ կանայք մի փոքր քիչ ենք անդրադառնում նմանատիպ բաղադրատոմսերին, մենք արդեն սովոր ենք մեր ավանդական կերակուրները եւ օրվա, այսպես ասած, ուտելիքը մտածել թե ինչով հագեցնես ընտանիքի անդամներին։ Այսպիսի փոփոխություններ երբեմն պետք է խոհանոցում եւ հագեցնող է, հավատացնում եմ սիրելիներս։ Կարելի է համարել այս նախուտեստի տարբերակ, կարելի է համարել տաք ուտեստ, կարելի է համարել աղցանի տարբերակ։ Այնպես որ յուրաքանչյուր դեպքում էլ կարելի է այս շատ համեղ ուտելիքը մատուցել եւ գոհ մնալ։ Իմիջիայլոց ասեմ, այս ուտեստը ինչպես տաք վիճակում կարող ենք ճաշակել, նաև սառը վիճակում ենք կարող ճաշակել։ Այո։ Ինձ թվում է խնդիր չէ, նույնիսկ եթե սառը վիճակում ենք այն ուտենք, շատ հաճելի է, այո, շատ համեղ է։ Վերաբաց, ես սիրելի Ադրինե, եւ շատ գարնանային է այսպես գույները խոհանոցում այսօր։ Ինչ տրամադրություն է ստեղծում։ Ճիշտ ես, իմիջիայլոց կանաչ պղպեղել կարելի էր այստեղ ավելացնել, զուտ չավելացրեցի նրա համար, որ կանաչ սոխը ավելի արտահայտիչ լինի։ Բայց ուզում եի հարցնել սոխը քո այսպես յուրահատկությունն է բաղադրատոմսին, որովհետև ես որ պատրաստում սոխ չես ավելացնում։ Այո, ես մտածեցի ամենավերջում մենք այն կանաչ գույնն է այստեղ անհրաժեշտ, պղպեղի փոխարեն ավելացնենք կանաչ սոխը ձևավորման տեսքով։ Իհարկե, եթե ինչ-որ կլինի, այո, շատ եւ գեղեցիկ կլինի, եթե իհարկե սիրող կա սոխը կօգտվի, եթե մարդիկ կան որ չեն սիրում, օրինակ շատ հանգիստ կարող են ձերբազատվել սոխից, քանի որ խոշոր ձևով է կտրատված։ Այսա էլ պետք է
է նկատի ունենալ, բայց հիմնականում աշխատեցի տեսքի մասին էլ հոգ տանել, որպեսզի վերջում այո, կանաչը անպայման նաև կանաչը գերակշռը, ինչու ոչ։ Իհարկե վերջում նշել եմ, որ քունջութ ենք ավելացնելու ամենաօգտակար այսպես ասած բաղադրիչներից մեկը ընդհանրապես մեր սննդակարգում սա շատ կարևոր մթերք է, կարելի է շատ հաճախ օգտագործել, ինչպես դդմի կորիզը, ինչպես նուշը, ինչպես ընկույզը եւ ինչպես քունջութը, ինչպես ասեմ կտավ հատը, որը շատ կերակուրների մեջ կարևոր կարող է դառնալ մեր օրգանիզմի համար, ապահովում է եւ նյութափոխանակությունը եւ իմունային համակարգը եւ շատ օգտակար այո սրտանոթային համակարգի համար հատկապես աղի տրեղտային համակարգի մասին մի խոսքով էս բոլորը այո ամեն ինչ բարձ է այստեղ հիմա կունենանք կարճատև դադար որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը Շնորհակալ եմ Սոնա ջան, դու իրաված ես կյանքը իր փայլով, իսկ ուտեստը իր գույներով։ Հրաշալի գունեղ մենք այսօր ուտեստ ենք պատրաստում ենք ֆունչոզա, ես եւս մեկ անգամ կկրկնեմ, թե ինչեր ենք օգտագործել։ Մենք այստեղ օգտագործել ենք հավի կրծքամիս, գունավոր պղպեղներ, լիքը համեմունք, սոյայի սոուս եւ ահա այստեղ արդեն ֆունչոզան թրջել եմ։ Մեզ պետք է ընդամենը այն ջրից հանել եւ լցնել այս հրաշալի մթերքների բաղադրիչների վրա։ Ահա, սիրելիներս, կամ քամիչով ջրքամեք, կամ հենց այսպես, պարզապես ինչպես ես եմ անում, այսպես տեղափոխենք մեր ուրեմն մյուս մթերքների վրա։ Իսկ ես նշեմ, որ հենց Ադրինեն պատրաստի, մենք միանշանակ ճաշակելու ենք համեղությունը, ես կավելացնեմ այստեղ թթու, Ադրինե, այո, որը կարծում եմ էլ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լուծում կտա այս ամեն ինչի, իսկ այս ամենը մեզ ներկայացնում է Ջևանի գինու գործարանը, ներկայացնելով պահածոների լայն տեսականին, կոմպոտների տեսականին եւ գինիների, որոնք հասանելի են բոլորին եւ օրվա յուրաքանչյուր պահի, այնպես որ ավելի համեղ սնվելու համար միշտ լրացրեք ձեր ուտեստները այս համեղ պահածոներով։ Համամիտ եմ քեզ հետ, շատ լայն տեսականի է, կարող եք յուրաքանչյուրդ գտնել ձեր սիրելի տարբերակը։ Ահա այսպես։ Նախաճաշի տարբերակներն էլ Ադրինեն միշտ առաջարկում հենց առավոտյան տանից դուրս գալուց առաջ նախաճաշել, կաթնամթերքը շատ փող լինի նախաճաշի մեջ, իսկ կաթնամթերքը սյունած լեռներից էլոլան է ներկայացնում պանիրների, կաթնամթերքի լայն տեսականի, որոնք առավոտյան հաստատ պետք են, որպեսզի մեր իմունիտետը ել ավելի ամուր ու բարձր լինի։ Այս ամենը հարցնում ենք ոչ միայն հայկական խանութներում այստեղ Հայաստանում, նաև իհարկե Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները նույնպես ունեն հնարավորություն ճաշակելու այս ամենը եւ վայելելու սյունյաց լեռների համն ու հոտը։ Հիմա տեսնենք Ադրինեն ինչ կարևոր գործարքի մեջ է մտել։ Շատ կարևոր, որովհետեւ այսպես փորձում եմ խառնել, որպեսզի բոլորը իրար հետ այսպես միածանոթանան, շփվեն միմյանց հետ։ Այո, միախառնվեն, ընկերանան եւ որպեսզի մենք վերջում շատ գեղեցիկ եւ համեղ ճաշակենք այս համեղությունը, իսկապես շատ համեղ ուտեստ է։ Օ, ես արդեն չեմ համբերում երբեք ճաշակելու։ Ադրինե, ես իմացա, որ դու վերջերս նաև ունեցել ես բավականին հետաքրքիր այցելություն, որովհետև դու լինելով պրոֆեսիոնալ խոհարար այս դաշտում, բնականաբար միշտ նախընտրում ես հարմարավետությունը, հենց քո ձեռքի տակ խոհանոցում բոլոր պարագաների հարմարավետությունը եւ որոշեցիր, ես ինչքանով տեղյակ եմ, քո խոհանոցի համար արդեն ավելի հարմարավետ դարձնել։ Դու իրավացի ես, Սուրեն ջան, ես այցելեցի բրազիլական բրենդի Տրամոնտինա խանութ սրահ, այսպես ինձ փորձեցի երես տալ, այսպես ասած, գնալ եւ գնումներ կատարել հենց ինձ համար անձնական, ինչ որ գեղեցիկ ափսես, սպաս կամ ինչ որ մի օգտակար իր, որը ինձ խոհանոցում շատ պետք կգա եւ միայն հաճույք ստացա ու հերոստատողի հետ միասին երևի թե գնանք շրջենք, այո, ես փորձեցի նաեւ կիսվել հերոստատողի հետ, որոշակի բաների հետ ծանոթացնել նաեւ հերոստատողին, որպեսզի նրանք էլ այս առիթից օգտվեն։ Դե, հիմա գնանք քո հետքերով այս ֆայլը եւ տեսնենք ինչ ես նախընտրում դու խոհանոցում։ Բարի լույս իմ սիրելի, իմ թանկագին հեռուստատող, չեք հավատա, բայց ես այսօր ժամանակ եմ գտել եւ այցելել եմ բրազիլական ֆիրմայի Տրամոնտինա խանութ սրահ։ Ինչու? Որովհետեւ գնումներ ունեմ կատարելու։ Այսօր ուզում եմ ինձ համար անձնական օգտագործման համար իրեր գնել, բայց չմոռանանք նաեւ տաղավարի համար էլ ինչ որ բաներ գտնել։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր խանութ սրահում։ Նմանապես, ես եկել եմ գնումներ կատարելու, ուզում եմ մի քանի գեղեցիկ սպասք ընտրել եւ իհարկե շրջել տեսնել թե ինչ նորություններ ունեք։ Համեցեք։ Մարիա ջան, ես ուզում եմ մանրակրկտորեն նայել թե ինչ կա խանութում, հետո ինչ որ բան ընտրել։ Բայց աչքս ընկնում է մանկական սպասքի վրա, այն շատ գեղեցիկ է, գունեղ եւ այսպես գրավիչ։ Ուզում եմ հասկանալ ինչ կա այստեղ։ Ժողովուրդ ջան, մի հատ այստեղ նայեք։ Սա մեր մանկական սերիան է, որը կարելի է կիրառել միկրոալիքային վառարանում, մանրը չի հավաքում եւ կարող է լվանալ սպասք լվացող մեքենայում։ Երեխաներին անպայման նվերներ գնեք, այսպիսի լավ նվերներ։ Ես կարծում եմ նրանց ծննդյան օրվա առիթով սրանք շատ լավ նվերներ են։ Մեկ-մեկ չգիտենք ինչ գնել, շորիկներ, կոշիկներ, բայց սա ամենալավն է, որպեսզի նրանք համեղ սնվեն, սիրելիներս, անպայման այսպիսի գնումներ կատարեք եւ տրամոնտինան վստահ եմ, լավագույնն է ձեզ առաջարկում, որովհետեւ այն էկոլոգիապես շատ մաքուր է։ Ունենք այսպիսի տարբերակ եւս։ Մարիա ջան, ես տեսնում եմ, այստեղ դուք եթե ճիշտ եմ գուշակում, ռեստորանների համար նախատեսված սպասք ունեք։ Այո, դուք ճիշտ գուշակեցիք, սա մեր հյուրանոցային եւ ռեստորանային պարագաներն են, որոնք պատրաստված են թժանգոտվող պողպատից եւ կիրառելի են սպասք լվացող մեքենայում։ Գեղեցկություն, ժողովուրդ, չեմ պատկերացնում, չնայած մենք տանն էլ կարող ենք սա ունենալ եւ օգտագործել, բայց այնուամենայնիվ պրոֆեսիոնալ մասնագետների համար այստեղ լայն տեսականի կա եւ կարող են շատ հանգիստ բոլորը գան, հաճախեն տրամոնտինա եւ ձեռք բերեն իրենց համար անհրաժեշտ սպասքը։ Գեղեցկություն, պարզապես ես չեմ կարող նկարագրել, որքան անձեռոցիկների համար նախատեսված այս հրաշք հարմարավետ դետալները, որը կարող եք հենց այստեղից ձեռք բերել, սիրելիներս։ Դրանք մեր պրոֆեսիոնալ դանակներն են, ինչպես տեսնում եք, սա Hollywood սերիան, իմ ամենասիրելի սերիան, այնպիսի փայտից է պատրաստված, որ չի փչանա, եթե լվանակ անգամ սպասք լվացող մեքենայում, թժանգոտվող պողպատից է եւ շատ հարմարավետ։ Ժողովուրդ ջան, այստեղ դանակների լայն տեսականի կա։ Այդքան որ ասում եմ, խանութում պետք է ունենալ սուր դանակ, այ հենց սրա մասին է խոսքը։ Շատ պրոֆեսիոնալ դանակներ, մասնագետները, շեֆ-խոհարարները եւս կարող են այս մեծ լայն տեսականուց օգտվել, բայց մեզ էլ տնային տնտեսուհիներիս էլ չի խանգարի մի երկու լավ դանակ ձեռքի տակ ունենալ։ Այստեղ շատ տարբեր տեսականի կա։ Ինչի համար ուզում եք, պանրի համար նախատեսված, լոլիկի համար նախատեսված, հացի համար նախատեսված, այնպես որ ընտրությունը շատ մեծ է, կարող եք գաք, ընտրեք եւ վայելեք։ Ժողովուրդ ջան, թավաներ, ահա տեսեք, Մարիա ջան, այս ինչ հրաշք թավաներ են։ Ես աչքս զարնեց այս կարմիրին։ Այո, շատ ճիշտ ընտրություն եք կատարել։ Իրականում սա կանանց ամենասիրելի սերիան է, քանի որ այն առանձնանում է իր գույնով, այն ունի չկպչող մակերևույթ եւ միկրոբ չի հավաքում։ Ժողովուրդ, կարմիր թավա, սա երջանկություն է։ Կանանց հենց այսպիսի գույներ են պետք, որ խոհանոցում հաղթող դուրս գան։ Ավատացնում եմ, շատ գեղեցիկ է, ինքան թեթև է, չեք պատկերացնում։ Ես կարծում եմ ամենալավ ընտրություններից մեկը կարող է լինել հենց այս կարմիր թավան, բայց ես երևի թե մեկը կվերցնեմ։ Այ ասում էի, տան համար գնումներ եմ ուզում կատարել եւ սա ես հաստատ կվերցնեմ ինձ համար։ Ժողովուրդ ջան, շատ գեղեցիկ սպաս կա, այնքան նրբաճաշակ է, չեք պատկերացնում։ Իմիջիայլոց ես որոշել եմ մի քանի կտոր գեղեցիկ սպասք վերցնել ինձ համար, անձնական օգտագործման համար եւ աչքս զարնել է հենց այս կապույտին։ Ես մեծ սիրով կվերցնեմ հենց այս սպասքը, որպեսզի իմ տանը, իմ հյուրերին հյուրասիրեմ հենց այս գեղեցիկ սպասքով։
Ժողովուրդ ջան, ուզում եմ եւս մեկ բան էլ ավելացնել, ասեմ, որ այս ներժից պատրաստված ամանները, որոնք նախատեսված են պրոֆեսիոնալ խոհարարների համար, այսինքն պրոֆեսիոնալ ռեստորանային խոհանոցների համար։ Այստեղ լայն տեսականի կա տարբեր մթերքների համար նախատեսված այսպիսի սպասք ներժից, որը շատ կարևոր է պրոֆեսիոնալ մասնագետների համար։ Այնպես որ հարգելի շեֆ խոհարարներ, կարող եք այցելել բրազիլական ֆիրմայի Տրամոնտինա խանութ սրահ եւ ձեռք բերել այս լավ ընտիր սպասք։ Որպես հավատարիմ հաճախորդ, մեր ընկերությունը ձեզ մի փոքր նվեր է արել։ Շնորհակալ եմ Մարիա ջան, ժողովուրդ, զգացված եմ։ Անչափ շնորհակալություն ձեզ եւ ձեր խանութ սրահին։ Ժողովուրդ ջան, խոսքեր չկան։ Այսպիսի հաճույք կարող եք նաև դուք ստանալ։ Ես շատ շնորհակալ եմ մեր հարգելի մարդկանց, որ այսպիսի ճոխ նվերներ եւ հաճելի գնումներ կարողացա կատարել Տրամոնտինա բրազիլական խանութ սրահից։ Դուք էլ հաստատ ինչ-որ մի լավ բան այստեղից կգտնեք, այնպես որ այցելեք եւ վայելեք։ Այո, բավական հետաքրքիր էր այցը։ Եվ իհարկե շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր։ Եվ շատ արդյունավետ եւ իհարկե այն ջեր վերաբերմունքը, այն սիրալիր մոտեցումը, որը ցուցաբերեցին խանութում մեր հարգելի ուրեմն մարդիկ, մեզ արդեն ընկերներ դարձած մարդիկ, մենք եւս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել, հատկապես ես այս հարմարավետ գեղեցիկ ամեն ինչի համար։ Եվ շատ համով է։ Այո, եւ ոնց կարող է այս հարմարավետ ուրեմն թավաների մեջ համեղ չստացվել։ Ադրինե, դու հրաշք ես, դու ուտելիքը հրաշքարի ես պատրաստում, ինչ ենք անում։ Վերջացնում ենք արդեն։ Այո, արդեն ավարտին ենք մոտեցել, մեր ուտեստը պատրաստ է, հեռուստադիտողը կարծեմ, որ ամեն բան հասկացավ եւ պարզ է, շատ որովհետեւ հասանելի եւ հասարակ պատրաստման եղանակ է, այնպես որ եթե կլինեն հարցեր, գրեք ես անպայման կպատասխանեմ, եթե ոչ հաստատ փորձեք։ Այո, փորձեք, քիչ հետո արդեն Ադրինեն կմատուցի, այս բան կարճ դարձար ու հետո վերադառնանք ամփոփենք ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտել եմ մեր բաղադրատոմսի պատրաստումը։ Ամեն բան պատրաստ է, մեզ մնում է միայն մատուցել։ Այս համեղ ուտեստը լցնենք մատուցման ամանի մեջ եւ վրան ավելացնենք այն ինչը որ նախատեսել ենք։ Այ հենց այսպես էլ կլցնեմ, սիրելիներս։ Այսպես։ Այնպիսի հաճելի բույր ունի, ասելու չէ, սիրելիներս։ Շատ գեղեցիկ է ստացվել, ահա փորձեմ իհարկե նաև կարգի բերել տարածքը, այսպես վրան ավելացնենք կանաչը, այն կանաչը ինչի մասին այսքան խոսեցինք, որը շատ անհրաժեշտ է, արդեն գարուն է, գույներ, իհարկե դեպի ամառ, սա նաև ամռան կանաչի մասին է խոսում, ահա այսպես, եւ քունջութի մասին չմոռանանք, անպայման քունջութ ավելացնենք, որպեսզի ավելի օգտակար դառնա մեր օրվա սնունդը։ Սիրելիներս, ձեզ հետևեք, ձեր առողջությանը հետևեք, ձեզ լավ նայեք, փորձեք ունենալ բարձր տրամադրություն, անկախ ամեն ինչից։ Մեկ-մեկ հետևելով իմ օրինակին, փորձեք ինքներդ ձեզ այսպես նվերներ գնել, ինչու ոչ, դա էլ է շատ հաճելի։ Եվ իհարկե դա էլ ապահովում է բարձր տրամադրություն։ Մի խոսքով իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք, կհանդիպենք։